Սա ձեր աշխատասենյակը չի, ազգային ժողովն է։ Վեճը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման շուրջ է։ Լիլիթ Գալստյանը մասնագիտական շրջանակի կարծիքն է հնչեցնում, որ վերականգնման աշխատանքներում ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել։ Հեղինակներից մեկը Սաշուրը Խալաշյանն ասաց, որ ուզում եմ իր բառը հիշեմ, չգիտեմ, ասաց ճուրտու բրդի ինչ որ բառադի մոտեցմամբ է իրականացվել։ Հեղինակի հետ էլ ամեն շաբաթյա ինքս շփման մեջ եմ եւ ցանկացած հարց մենք քննարկում ենք, դա շատ կարևոր հուշահամալիր է եւ յուրաքանչյուր նույնիսկ մանր դետալը պետք է հասկացված լինի։ Այսքանով խոսակցությունը չավարտվեց, հակառակը ավելի թեժացավ, երբ խոսքը գնաց կառուցապատման որակի մասին։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ գալ այստեղ նստել եւ ձեզ ասել Սիսյանի քարը այսքան արժի, իսկ նոր հաճնի քարը այսքան արժի։ Քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպիտի լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը եւ մոտեցումները։ Քննարկմանը Սիսա Գաբրիելյանը միջամտեց սլաքներն ուղելով Հայաստան խմբակցության կողմ։ Տիկին Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ճիշտ մասնագետի ու շինարարի ընտրեիք, շարունակեց Գալստյանը։ Անորակ վանդալիզմա ենթարկվել ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ։ Փոխանակ ասեք գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, սա նա ցուցակը, չգիտեմ ինչ։ Տեսանք, չէ՞ որ չէ կարելի անորակ հնդիկների կուվայով տալ ջարդել այդ հուշարձանը։ Տիկին Անդրեասյան, խնդրում եմ հաջորդ մույթերը կառուցելու կամ մրցույթը դնելու ժամանակ Տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա մասնագիտական կարծիք տա։ Իդեպ ասեմ իմանաք, որ Տիկին Գալստյանը քաղաքաշինական խորհրդի անդամ է, շատ ուրախ եմ, այդ եմ ասում, դե լուծում առաջարկեք, ասեք ես շատ լավ հասկանում եմ այդ բետոնից, մարկեքից, բանից։ Նախարարը հորդորեց վերջ տալ մանիպուլյացիաներին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգումը չի խանգարի, որ մարդիկ 2026 թվականի ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բյուջե 2026-ի քննարկումներին մասնակցելու նպատակով խորհրդարանում էր նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ Հաջորդ տարի աշխատելու են խիտ գրաֆիկով, թեև բյուջեն կրճատվել է։ 376 միլիոն էին խնդրել ֆինանսների նախարարությունից, 374 միլիոն են ստացել։ Հաջորդ տարի հանձնաժողովը կաշխատի նոն-ստոպ ռեժիմով, քանի որ խորհրդարանի ընտրություն է անցկացվելու, ընտրություններ կլինեն նաև մարզային 9 կենտրոններում։ Իսկ առաջիկայում ազգային ժողով վերվելիք նախագիծը հանձնաժողովին հնարավորություն կտա 1 ամիս ուսումնասիրել արտերկրից եկած ցանկացած հեռուստածրագիր եւ եթե Հայաստանի օրենսդրությանը հակասող բովանդակություն գտնեն, չթույլատրել դրա տարածումը։ Առ այսօր մենք այդ իրավունքը չունենք եւ դուք շատ լավ գիտեք, որ Հայաստանի տեղեկատվական սողոսկում են եւ անորակ ծրագրեր եւ մարդատյաց ծրագրեր եւ բացահայտ ռոպագանդիստական ուղղություն ունեցող ծրագրեր, որոնք մեր կարծիքով այսօր ծավալված հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասն են։ Լրագրողների հետ զրույցում Տիգրան Հակոբյանն անդրադարձավ շողակաթ հեռուստաընկերությանն առնչվող գործընթացներին։ Եթե շողակաթը կատարեր իր առաքելությունը եւ իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չենք հասնի։ Ես կարծում եմ չի կարելի մի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում, եւ Աստծո առաքելությունից խոսալ եւ ցույց տալ քաղաքական բովանդակություն։ Հակոբյանի խոսքով շողակաթի ռեյտինգը վերջին տարիներին նվազել է գրեթե հավասարվել 0-ի։ Այս հարցը մի օր պետք է լուծում ստանար։ Մենք սկսեցինք անդրադառնալ այս խնդրին, երբ որ գնացքը արդեն գնաց։ Իզաբելլա Հովանիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։